Իմ հարսը առանց թակելու ներխուժեց իմ սենյակը և գոռաց. «Այս տանը հոտ է գալիս ձեր կնոջից, երբ ես վերջապես մեռնելու»։ Իմ որդին քարացավ, ես միայն հանգիստ ասացի. «Շուտով աղջիկ ջան»։ Նույն երեկոյան ես ստորագրեցի որոշ թղթեր, որոնց մասին նա նույնիսկ չէր էլ կռահում։ Իսկ նախքան շարունակելը, խնդրում եմ պատմեք, թե որ երկրից եք և քանի տարեկան եք։ Մեզ շատ հաճելի է ճանաչել մեր լսարանին։ Հաճելի լսումներ։ Այս տանը հոտ է գալիս ծերության։ Երբ ես վերջապես մեռնելու։ Գոռաց իմ հարսը առանց թակելու դուռը բաց անելով։ Ես Անահիտ Հովհաննիսյանն եմ, ես 74 տարեկան եմ, և այդ խոսքերը որոշեցին նրա ճակատագիրը։ Նա դեռ չգիտեր, որ իմ ստորագրությունը ավելի թանկ է, քան իր գոռոցները։ Ամբողջ կյանքում ես սիրել եմ մեղրամոմի և նարդոսի հոտը։ Ինձ համար դա ոչ թե ծերության հոտ է, այլ իմ կյանքի հոտը, լավ քսված հատակների, իսկական փայտից պատրաստված պահարանների և հին տան հոտը, որն իմ ամուսինը Հովհաննես Առաքելյանը, Աստված թող հոգին լուսավորի, կառուցել էր մեզ համար գրեթե կես դար առաջ։ Այստեղ մենք մեծացրինք մեր միակ որդուն՝ Արմենին։ Այստեղ նշեցինք ամանոր, լաց եղանք կորուստների համար, ուրախացանք հարսանիքներով և երեխաների ծնունդով, նայեցինք, թե ինչպես են մեծ պատուհաններից դուրս փոխվում տարվան եղանակները, ինչպես են ծաղկում և թափվում ծաղկած ծառերը, ինչպես են դեղնում խնձորենիները։ Ինձ համար այդ հոտը տուն է, պաշտպանություն և ազնվորեն ապրած կյանք։ Իսկ Վիկտորիայի համար, կնոջը, որին իմ որդին ամուսնացել է 5 տարի առաջ, դա ծերության հոտ է։ Կես տարի առաջ նրանք տեղափոխվեցին ինձ մոտ, դժվար ժամանակները հաղթահարելու համար։ Ինչպես ասաց Արմենը, բիզնեսը չստացվեց, կամ գործընկերները խաբեցին։ Մինչև վերջ չհասկացա, բայց էլ չխառնվեցի։ Մեծահասակ տղամարդ է, ինքը պատասխան տա իր գործերի համար։ Ես պարզապես բացեցի դուռը և ասացի. ապրեք մինչև ոտքի կկանգնեք։ Միայն իմ հանգիստունը շատ շուտ վերածվեց սառը պատերազմի դաշտի։ Սկզբում Վիկան փորձում էր դիմակ պահել, ժպտում էր ատամների արանքից։ Առավոտյան սուրճ էի տալիս եփած, հարցնում էի՝ տաքացնեմ քեզ Շիլան։ Քաղաքավարի շնորհակալություն էր ասում, բայց ձայնը լարված լարի պես էր։ Հետո սկսեցին դուրս գալ առաջին փշերը։ Սկզբում կարծես կատակով նկատում էր, որ կահույքս հնաոտ է։ Պաստառները ինչպես խորհրդային ֆիլմերում։ Հատակի ճռճռոցը անվանում էր սարսափ, որից ցանկացած հարևան կարթնանա։ Հետո կատակները վերջացան, մնաց մերկ թշնամանքը, և գլխավորը իմ ամենապարզ բանի հանդեպ, որ ես ընդհանրապես այստեղ եմ ապրում։ Ես քիչ խոսող մարդ եմ, բայց դիտողական։ 40 տարի աշխատել եմ տարրական դասարանների ուսուցչուհի։ Այդ ժամանակ սովորում ես ակնթարթորեն տարբերել, թե որտեղ երեխան պարզապես վախենում է և խուսափում է, իսկ որտեղ արդեն փոքրիկ մանիպուլատոր է մեծանում։ Մեծահասակների հետ նույնն է, միայն խաղալիքները ավելի թանկ են։ Վիկան իր երկարացված եղունգներով, հավերժ հեռախոսով ձեռքին և կեղծ հառաչանքներով ինձ ոչ մի րոպե չհարգեց։ Նա այս տանը չէր տեսնում ոչ ջերմություն, ոչ անկյուն, որ ես առանց ավելորդ խոսքերի տվել էի նրանց։ Նա տեսնում էր միայն դրամ։ Մեծ հողամաս թաղամասում, որտեղ վերջին տարիներին բարձրահարկեր են կառուցել, թանկ խանութներ և նորաձև սրճարաններ։ Հողը, որ հանկարծ ոսկի դարձավ։ Այդ առավոտյան ես նստած էի իմ սենյակում, հին բազկաթոռին, պատուհանի մոտ, և կարում էի կիսաշրջազգեստի եզրը։ Ես սիրում եմ, երբ ձեռքերս զբաղված են։ Անգործությունը չար մտքերի մայր է, ասում էր իմ մայրը։ Արևը պատուհանից փայլում էր փափուկ, ոչ ձմեռային ջերմ։ Օդում փոշիներում փոքրիկ ձիածաններ կային։ Այդպիսի հազվադեպ պահերից մեկն էր լռության, երբ եսվում էր միայն ժամացույցի տկտկոցը և թելի շրխշունը գործվածքում։ Եվ հանկարծ դուռը բացվեց այնպիսի ուժով, որ բռնակը պատին խփվեց։ Ոչ ոք չթակեց, չասաց կարելի է։ Ես մատս խոցեցի, ասեղը կպավ, արյուն եկավ։ Սենյակ ներխուժեց Վիկան, ինչպես օտարի մոտ, աղմուկով և առանց հարգանքի։ Դեմքը կարմիր, մազերի ներկը գունաթափված, խրնդված դեղին գանգուրներ։ Հետևից, ինչպես տվեր, մտավ իմ որդին, իմ Արմենը, իմ տղան։ Գլուխը կախ, ձեռքերը գրպանում, աչքերը հատակին։ Հանկարծ շատ հետաքրքիր դարձավ գորգի նախշը դիտելը։ Ես այլևս չեմ կարող, Արմեն, գոռաց նա, նույնիսկ չնայելով իմ կողմը, կարծես ինձ սենյակում չկա։ Ես քեզ ասել եմ, չեմ կարող ապրել այս թանգարանում։ Եվ միայն հետո դարձավ ինձ։
Նրա աչքերում տեսա այնպիսի մերկ, անթակույց արհամարհանք, որ մեջքովս սառը սարսուր անցավ, թեև արևը դեռ փայլում էր պատուհանից։ Նա քիթը կնջրոտեց, կարծես փսխելու էր։ Այս տանը հոտ է գալիս ծերության, նետեց նա ինչպես քար, նավթալինից, հիվանդություններից եւ մահից։ Այստեղ ամեն ինչ հին է, կեղտոտ, քանդվում է, ապրել անհնար է։ Ես դանդաղ, առանց շտապելու, դրիցի կարիգործը ծնկներիս վրա, հանեցի ակնոցներս քթից, զգուշորեն ծալեցի, դրեցի կողքը, բարձրացրի աչքերս նրա վրա։ Ես չէի պատրաստվում նրան հաճույք տալ, տեսնելու թե ինչպես են դողում իմ ձեռքերը կամ շուրթերս։ Քեզ էլ բարև Վիկա, հանգիստ ասացի, թեև ներսում ամեն ինչ սեղվում էր։ Եթե քեզ այդքան խանգարում է այդ հոտը, կարող ես պատուհանները բացել կամ մուտքի դուռը, այնտեղ փողոց է, ոչ ոք չի պահում։ Նրա դեմքը խեղաթյուրվեց, նա այդպիսի պատասխան չէր սպասում։ Արմենը ինչ-որ խղճուկ ձայն հանեց, կարծես ուզում էր ինչ-որ դուրս տալ, բայց անմիջապես կուլ տվեց խոսքերը։ Լռեց։ Վերջին ժամանակներս նա ընդհանրապես ավելի հաճախ էր լռում։ Դա վիրավորում էր ավելի ուժեղ, քան նրա որևէ գոռոցը։ Վիկան մոտեցավ ավելի մոտ, այնքան մոտ, որ զգացի նրա ծանր քաղցրոց անելիքը։ Դրեց ափելեին բազկաթոռի բազկակալներին, կարծես սեղմեց ինձ, կրացավ գրեթե դեմքիս։ Մի ձևացիր Սուրբ Անահիտ Հովանիսյան, սուլեց նա, ինձ դու ասելով այնպիսի տոնով, որ արյունս սառեց երակներում։ Դու լավ գիտես, որ Արմենին փող է պետք, այս տունը ոսկե հանք է, իսկ դու նստած ես այստեղ ինչպես պահակ կին եւ ոչ միտեղ չես գնում։ Մենք հոգնել ենք սպասելու։ Նա դարձավ Արմենին եւ նա, իմ 45-ամյա մեծահասակ որդին, ինչ-որ բան մրմնջաց քթի տակ։ Ինչ ասացիր որդիկ, հարցրի ես, ստիպելով նրան բարձրաձայն ասել այն, ինչ այդքան ջանում էր թաքցնել։ Նա բարձրացրեց աչքերը եւ ես առաջին անգամ տեսա նրա աչքերում ոչ տղայի, այլ օտար վախեցած տղամարդու։ Մամ, Վիկան մեկ բանում ճիշտ է, դուրս տվեց նա։ Տունը քեզ համար մեկի համար մեծ է, պահելը թանկ է, կոմունալները վերանորոգումը, իսկ մենք կարող էինք ապրել նորմալ ժամանակակից բնակարանում։ Եթե վաճառենք հողամասը, մենք կփրկվենք, անմիջապես ընդհատեց նրան Վիկան, բայց ոչ Անահիտ Հովանիսյան, պետք է կարճած մնել քո փտած պատերից։ Իմ կարծիքով քեզ պարզապես դուր է գալիս, որ մենք այստեղ տանջվում ենք։ Նա ծիծաղեց եւ ավելացրեց այն հարվածով, որ ես կհիշեմ մինչև կյանքիս վերջը։ Աստված վկա, երբ ես վերջապես մեռնելու, որ բոլորիս բարեհաճություն անես։ Ժամանակը կանգ առավ։ Ինձ թվաց, թե նույնիսկ միջանցքի հին ժամացույցը դադարել է տկտկալ, ականջներումս սնգաց, երբ ես վերջապես մեռնելու։ Այդ խոսքերը կեղտոտ հետքի պես կախվեցին օդում։ Ես նայեցի Արմենին, սպասում էի, որ նա գլուխը բարձրացնի, բորբոքվի, ասի՝ լռիր, սա իմ մայրն է։ Սպասում էի այն տղայի, որի համար երբեմն գնում էի տնօրենի մոտ բակի հուլիգանների հետ պարզվելու։ Այն երիտասարդի, որի համար վաճառեցի տատիկիս մատանիները նրա ուսման վարձը վճարելու համար։ Սպասում էի գոնե ինչ-որ շարժման, հայացքի, հառաչանքի իմ պաշտպանությանը, բայց Արմենը ոչինչ չարեց։ Կարմրեց ամոթից, զայրույթից, չգիտեմ, բայց բերանը չբացեց։ Շարունակում էր նայել ոտքերիս մոտ գտնվող հին պարսկական գորգին, կարծես այնտեղ ֆիլմ էին ցուցադրում։ Այդ պահին ես հասկացա պարզ բանը, ինձ այլևս որդի չկա, իմ տանը ապրում է օտար տղամարդ, ով հոգու խորքում սպասում է, թե երբ ես կվերանամ, որ ժառանգությունը վերցնի։ Ես խոր շունչ քաշեցի։ Մոմի եւ Նարդոսի հոտը հանկարծ հեռացավ ինչ-որտեղ։ Կրծքումս խոցվեց, բայց գլխումս դարձավ սառը եւ պարզ, ինչպես մետաղ։ Ոչ թե լացկանծեր կին արթնացավ ինձանում, այլ այն ուսուցչուհին, որ ամբողջ կյանքում դասարան էր վարում, տուն եւ ընտանիք։ Ես դանդաղ վեր կացա, հենվելով հենակին։ Ճիշտն ասած, այն ինձ ավելի շատ հանգստության համար է, քան առողջության պատճառով, բայց հիմա այդ հենարանը ձեռքի տակ եկավ։ Վեր կացա ուղիղ Վիկայի առաջ։ Նա ավելի բարձրահասակ է, երիտասարդ, կրունկներով, խալաթիկով, բայց ես ինձ զգացի գլխովս բարձր նրանից։ Շուտով աղջիկ ջան, հանգիստ ասացի, գրեթե սիրալիր։ Մի անհանգստացիր, շուտով։ Վիկան շփոթված թարթեց։ Նա սպասում էր արդյունքների, գոռոցի, գուցե հիստերիայի։ Նրա զենքը մարդկանց խելագարության հասցնելն էր, ոչ թե հանգիստ համաձայնությանը հանդիպելը։ Նա նյարդային ծիծաղեց, բայց ձայնում հաղթանակ հնչեց։ Ահա եւ խելացի։ Հույս ունեմ ամեն ինչ ճիշտ հասկացար։ Եվ դառնալով Արմենին նետեց. Գնանք, այստեղ նույնիսկ շնչել չի լինում։ Նրանք դուրս եկան թողնելով դուռը բաց, կարծես սենյակից հին անպետք պահարան հանեցին։ Ես լսում էի նրանց քայլերը միջանցքում,
Լսում էի, թե ինչպես է Վիկան, չցածրացնելով ձայնը ասում. «Ես քեզ ասել եմ, կճնշեմ նրան։ Այսօր ամեն ինչ կստորագրի։ Նա ծեր է եւ հոգնած, միայն թե հետ չընկնեն»։ Ես մենակ մնացի կանգնած սենյակի մեջտեղում։ Ձեռքերս դողացին եւ արդյունքները ինքնին հոսեցին այտերովս։ Ես լաց էի լինում ոչ նրանից, որ ինձ ծեր եւ կաշահոտ անվանեցին։ Ծերությունը ազնիվ է։ Մենք բոլորս այնտեղ ենք գնում, եթե հաջողվի ապրել։ Ես լաց էի լինում նրանց դաժանությունից, իմ վիրավորանքից, բայց ավելի շատ Արմենի կորսկից։ Այն Արմենի, որին ես ճանաչում էի, վաղուց չկա։ Այստեղ իմ տանը ապրում է մարդ, ով թույլ տվեց իր կնոջը մահմաղթել սեփական մորը եւ նույնիսկ չփորձեց կանգնեցնել։ Ես մոտեցա զուգարանի սեղանիկի հայելուն, նայեցի իմ մոխրագույն մազերին, կնճիռներին, հոգնած աչքերին։ Հոտ է գալիս ձեր կնոջից, հիշեցի ես։ Մոտեցրի ձեռքս դեմքիս, շնչեցի։ Ինձանից հոտ էր գալիս վարդի օճառից եւ մաքրությունից։ Հոտ էր գալիս արժանապատվությունից, ոչ թե փտածությունից, ինչպես նա ասել էր։ Ես սրբեցի արդյունքները թաշկինակով, որ միշտ թևումս եմ պահում։ Դե Անահիտ, հանգիստ տեսացի իմ արտացոլանքին։ Ուզում են շարանգություն, կունենան ժառանգություն, միայն ոչ այնպիսին, ինչպիսին նրանք պատկերացրել են։ Նույն օրը ինձ մոտ նշանակված էր հանդիպում նոտարի մոտ։ Նախապես էինք պայմանավորվել։ Սկզբում ուզում էի հակառակը, տունն ու հողամասը գրել Արմենի անունով, ինձ համար պահելով միայն ցմահ ապրելու իրավունք։ Դա իմ նվերն էր նրանց, դժվար ժամանակները հաղթահարելու համար, որ չդառնամ ծանրաբեռնվածություն։ Մի ամբողջ շաբաթ փորփրել էի հին թղթերը, բարձրացրել էի խորհրդային ժամանակների վկայականները, վճարել էի հարկերը, ամեն ինչ մաքուր ու կոկիկ լիներ։ Ուզում էի տալ ամբողջ կյանքիս աշխատանքը, տալ սիրուց։ Բայց սերը երբ միակողմանի է, ժամանակի ընթացքում դառնում է թույն։ Ես այլևս չէի ուզում ինքս ինձ թունավորել։ Ես լվացվեցի, զգուշորեն սանրեցի մազերս, ամուր պոչարեցի։ Դուրս բերեցի պահարանից իմ լավագույն զգեստը, մուգ կապույտը, այն, որով եկեղեցի եմ գնում մեծ տոներին։ Պրշտացրի պարանոցիս ու դաստակներիս սիրելին Արտոսի օծանելիքը։ Ժամը 4-ին արդեն իջնում էի սանդուղքով։ Արմենն ու Վիկտորիան նստած էին բազմոցին, հեռուստացույց նայելով։ Տեսնելով ինձ Վիկան հրմշտոց տվեց Արմենին եւ շպտաց. «Տես ինչպես է զարդարվել։ Ուղղակի նոտարի մոտ է գնում։ Ես քեզ ասել էի, հասել է նրան»։ Այնքան բարձր ասաց, որ ես լսեմ։ Ես ոչինչ չպատասխանեցի։ Զանգեցին դուռը, ես ինքս գնացի բացելու։ Շեմին կանգնած էր մեր հին ծանոց նոտարը, Ալեքսեյ Զեմյանը, իմ տարիքի տղամարդ, մոխրագույն, կոկիկ, կաշվե պայուսակով ձեռքին։ «Բարև ձեզ, Անահիտ Հովհաննիսյան», գլխով արեց եւ ինչպես միշտ քաղաքավարի համբուրեց ձեռքս։ «Ուրախ եմ տեսնելու ձեզ»։ «Անցեք, Ալեքսեյ», պատասխանեցի ես, «մենք արդեն սպասում ենք ձեզ»։ Արմենը վեր թրավ բազմոցից, փորձելով տան տիրոջ տեսք ստանալ։ Վիկան անմիջապես դեմքին քաղցր դիմակ դրեց, ժպիտը ձգեց, ձայնը փափուկ արեց։ «Բարև ձեզ», քնքուշ ձայնով ասաց, «ինչ լավ է, որ եկաք։ Մենք ամեն ինչ քննարկել ենք, պատրաստ ենք ստորագրել։ Անահիտ Հովհաննիսյանն արդեն մեզ ասել է, որ ուզում է ամեն ինչ նախապես կարգավորել, գիտեք, հանկարծ որևէ բան պատահի։ Շատ իմաստուն որոշում, չէ՞։ Ալեքսեյը մի քիչ զարմացած նայեց նրան, զգալով տոնայնությունը, բայց ոչինչ չասաց։ Այո, ասաց, բացելով պայուսակը։ Անահիտ Հովհաննիսյանն է հեռախոսով շատ հստակ բացատրել է, թե ինչ է ուզում։ Եկեք անցնենք ճաշասենյակ, թղթերը դասավորելու համար հարմար է։ Մենք անցանք մեծ հին սեղանի մոտ։ Ես կանգ առա եւ դարձա Արմենին ու Վիկտորիային։ Արմեն, Վիկտորիա, խնդրում եմ դուրս եկեք այգի մի քանի րոպեով։ Պետք է Ալեքսեյի հետ որոշ կետեր եւս մեկ անգամ ստուգեմ։ Ձանձրալի իրավական նրբություններ են, հետո կկանչեմ ձեզ։ Վիկան անմիջապես գոնացավ, աչքերը նեղացան։ Ինչու առանց մեզ, կտրուկ հարցրեց։ Մենք ընտանիք ենք,
Ալեքսեյը անմիջապես գալով մթնոլորտը հանգիստ պատասխանեց. «Սա սովորական ընթացակարգ է երիտասարդ կին, այն մարդ ով տնօրինում է իր գույքը, պետք է կամքն արտահայտի առանց ճնշման, հետո իհարկե կկանչենք ձեզ»։ Վիկան նայեց Արմենին, նա գլխով արեց. «Լավ, մամ», մրմնջաց Արմենը, «կսպասենք այգում, միայն երկար չլինի», ավելացրեց Վիկան դեպի դուռը գնալով եւ ինձ վրա նետելով նախազգուշացնող հայացք։ Հիշում ես, թե ինչի մասին խոսեցինք, Անահիտ Հովհաննիսյան, այդպես ավելի լավ կլինի բոլորի համար։ Նրանք դուրս եկան բակ։ Պատուհանից ես տեսնում էի, թե ինչպես է Վիկան ծխել սկսում, ձեռքերը թափահարելով ինչ-որ բան բուրն բացատրում Արմենին։ Անշուշտ արդեն գլխներում բաժանում էին, թե ինչի վրա կծախսեն տան ու հողի վաճառքի փողերը։ Ես պատկերացրի, թե ինչպես են քանդում իմ տունը միջև հիմք, փորում ծաղկած ծառերն ու խնձորենիները, եւ ներսումս ամեն ինչ սեղվվեց, բայց դեմքս հանգիստ պահեցի։ Ես նստեցի սեղանի մոտ, Ալեքսեյի դիմաց։ Նա պայուսակից հանեց թղթապանակ, նվիրատվության պայմանագիր ցմահ բնակության իրավունքով, հօգուտ Արմեն Հովհաննեսի Սուխանյանի։ «Ահա», ասեց նա, «ամեն ինչ պատրաստ է, ինչպես անցյալ շաբաթ խնդրել էիք։ Տունն ու հողամասը անցնում են որդուն, ձեզ մոտ մնում է ցմահ բնակության իրավունք, կարող ենք ստորագրել»։ Ես ձեռքս դրեցի թղթապանակին, չթողնելով, որ հետո շրթի։ Զգացի մատներիս տակ թղթի կոշտությունը, ծանրությունը։ Այնտեղ էին իմ տարիներս, իմ ուժերս, իմ Հովհաննեսը։ «Ոչ», հանգիստ ասացի, «պլանները փոխվել են»։ Նա բարձրացրեց աչքերը, բարձրացրեց հոնքերը, ուղեց ակնոցները։ «Փոխվել են», կրկնեց, «բայց Անահիտ Հովհաննիսյան, ամեն ինչ պատրաստ է, թղթերը կազմված են, մնում է միայն ձեր ստորագրությունը»։ «Ուրեմն կկազմեք ուրիշներ», հանգիստ պատասխանեցի, «կամ կհավելեք ինչ-որ բան, ինչպես դուք եք անում, բայց սա ես չեմ ստորագրի»։ Նա վերցրեց գրիչը, ետ հենվեց աթոռին։ «Լավ», ասաց արդեն գործնական տոնով, «ինչ եք ուզում»։ Ես մոտեցա նրան եւ հանգիստ կետ առ կետ բացատրեցի իմ նոր կամքը։ Պատմեցի առավոտյան միջադեպի մասին Վիկայի խոսքերի, թե ինչպես էր իմ որդին կանգնած ու լռում, մինչ ինձ մահ էին մաղթում տան պատճառով։ Խոսում էի հանգիստ, առանց հիստերիայի, բայց ամեն խոսքը կտրում էր ինչպես ապակի։ Ալեքսեյը ուշադիր լսում էր, դեմքը ավելի ու ավելի կոշտանում էր։ Նա էլ հայր էր, էլ ծերունի։ Լավ հասկանում էր, թե ինչ էր տեղի ունեցել իմ տանը այդ առավոտ, առանց ավելորդ բացատրությունների։ «Որոշումը լուրջ է, Անահիտ Հովհաննիսյան», վերջապես ասաց նա, ուղիղ աչքերիս նայելով, ճիշտն ասած ծայրահեղ, համոզված եք, հենց որ ստորագրեք, հետդարձի ճանապարհ գրեթե չի մնա։ Ես նայեցի պատուհանից, բակում Վիկան ծխելը մարում էր իմ կավե ծաղկամանի եզրին եւ ծիծաղում էր ինչ-որ բանի վրա։ Արմենը կանգնած էր կողքին ու սերը կախ։ «Ես կյանքումս այդքան համոզված չեմ եղել, Ալեքսեյ», ասացի, «գրիր»։ Նա գլխով արեց, հանեց մաքուր թերթեր, հին պատրաստի թղթապանակը հեռու դրեց, ձեռքով սկսեց գրել նոր ձևակերպությունները, ժամանակավոր տարբերակ, որ հետո կկարգավորեն, բայց որն արդեն հիմա ուժ կունենա։ Սենյակում լսվում էր միայն նրա գրիչի շրխշյունը եւ իմ հանգիստ շնչառությունը։ 20 րոպե անց նա դրեց գրիչը, ուղեց գրվածքը, հավասարեց թերթերը եւ մեկնեց ինձ։ «Կարդացեք», ասաց, «եթե ամեն ինչ ճիշտ է, կստորագրենք»։ Ես կարդացի յուրաքանչյուր տող։ Դա դատավճիղ էր, բայց ոչ ինձ համար, այլ իմ նախկին, փափուկ, բոլորի համար հարմար վիճակի եւ միաժամանակ ազատություն։ Կարդացի միջև վերջ եւ զգացի, թե կրծքումս թեթևանում է։ Վերցրի գրիչը։ Ձեռքս չդողաց։ Գրեցի ամբողջական անունս՝ Անահիտ Հովհաննիսյան, Հովհաննես Առաքելյանի այրի։ Սև տառերը հավասար վստահ ընկան։ Թանաքը արագ ներծծվեց թղթի մեջ։ Այլևս ոչինչ չէր կարելի ջնջել։ «Պատրաստ է», ասաց Ալեքսեյը, նոր թղթերը դնելով առանձին թղթապանակ եւ փակելով պայուսակը։ «Հիմա կկանչեմ ձեր բնակիչներին»։ «Կանչիր», պատասխանեցի, հարթելով կապույտ զգեստս ծնկներիս, «թող մտնեն»։ Ալեքսեյը մոտեցավ դրանը, մի քիչ բացեց եւ ձեռքով կանչեց Արմենին ու Վիկտորիային։ Վիկան առաջինը ներխուժեց, ամբողջ բերանով ժպտալով, ինչպես կատու, որ վստահ է ամանը իրենն է։ Հետևից մտավ Արմենը, ձգված մեղավոր դեմքով։ «Դե ամեն ինչ պատրաստ է», անմիջապես հարցրեց Վիկան, նայելով ոչ ինձ, այլ սեղանին դրված թղթերին։ «Արդեն ստորագրել եք»։ «Ամեն ինչ կարգավորված է», պատասխանեցի ես ձեռքերս դնելով ծնկներիս։ «Հրաշալի ստորագրված»։ Ուրախացավ նա եւ նույնիսկ փորձեց գրկել ինձ։ «Անահիտ Հովհաննիսյան, չեք սխչա, մենք ամեն ինչի մասին կհոգանք, ձեզ այլևս ոչինչի մասին մտածելու կարիք չի լինի»։ Ես մնացի նստած, ուղիղ առանց շարժվելու։ Նա կպավ ինձ եզրով։ Ես չպատասխանեցի գրկախառանդությանը, մնացի փայտե։ «Այո», հանգիստ ասացի, «այլևս ինձ ոչինչի մասին մտածելու կարիք չի լինի»։ Արմենը մի քիչ մոտեցավ, չնայելով աչքերիս։
Շնորհակալություն, մամ, ճիշտն ասած շատ կօգնի մեզ։ Ոչինչ, որդիկ, հավասար պատասխանեցի։ Նա նույնիսկ չնկատեց, թե ինչպես է այդ ոչինչում կետ դրվեց, ոչ թե ստորակետ։ Ալեքսեյը փակեց պայուսակը, վեր կացավ։ Դե այսօր ամեն ինչ, ասաց։ Մնացածը կկարգավորեմ գրասենյակում, հենց որ գրանցենք, Անահիտ Հովհաննիսյանը կստանա պաշտոնական օրինակները։ Իսկ մեզ պատճեն կարելի է, անմիջապես կպավ Վիկան, որ հասկանանք ինչ կա ինչ։ Հիմա կարիք չկա, բացարձակ հանգիստ պատասխանեց Ալեքսեյը։ Բոլոր փաստաթղթերը կտրվեն Անահիտ Հովհաննիսյանին, որպես սեփականատիրոջ։ Դուք նրանից խնդրեք նայել։ Սա սովորական կարգ է։ Այնպիսի տոնով ասաց, որ բռնվելու տեղ չկար։ Միաժամանակ հրաժեշտ տալով գրեթե աննկատ թարթեց ինձ։ Հաջողություն Անահիտ Հովհաննիսյան, ասաց դրանը։ Մի քանի օրից կգամ պատրաստի թղթերով։ Հաջողություն Ալեքսեյ, գլխով արեցի։ Շնորհակալություն։ Դուռը փակվեց նրա հետևից։ Վիկան չդիմացավ եւ ուրախ ծափ տվեց։ Ահա եւ ամեն ինչ, Արմեն, գոռաց։ Ես քեզ ասել էի, ձեր մարդիկ արագ են հանձնվում։ Այս երեկո պիցա կպատվիրենք, գինի կբացենք, կնշենք կյանքի նոր փուլը։ Կյանքի նոր փուլ, նկատեցի ես ինձ համար։ Հետաքրքիր է այդ փուլում որտեղ են ինձ նախատեսել տեղավորել։ Ես գնում եմ իմ սենյակ, ասացի վեր կենալով։ Հոգնել եմ, տարիք գիտեք։ Իհարկե, անմիջապես գլխով արեց Վիկան։ Գոհ, գնացեք, հանգստացեք։ Ձեզ հիմա ընդհանրապես ոչինչ անելու կարիք չկա։ Մենք ինքներս ամեն ինչի մասին կհոգանք։ Հենց դա էլ վախեցնում է ինձ, հանգիստ ասացի ես ինքս ինձ։ Եվ գնացի վերև, դանդաղ բարձրացա սանդուղքով, փակեցի դուռս հետևից, նստեցի բազկաթոռին, վերցրի կարի գործս, բայց ասեղը չէր լսում, մատներս դողում էին։ Դրեցի գործվածքը բազկաթոռին եւ պարզապես նայեցի պատոհանից։ Արևը մայր էր մտնում, այգին ոսկեզօծվում էր, ծաղկած ծառերը մտնում էին եզրերով, խնձորենիները ստվերների պես։ Ներքևից լսվում էին ձայներ եւ ծիծաղ։ Վիկան արդեն զանգում էր ինչ-որտեղ, պատվիրում էր ուտելիք, խփում Արմենին։ Հանիր այդ գինին, այո, այն լավը։ Նրանք տոնում էին հաղթանակը, վստահ էին, որ տունը գրփանում է, ծեր կինը նվերով։ Մնում էր միայն մի քիչ սպասել, մինչև ինքը հեռանա։ Իսկ նրանք նույնիսկ չէին գրահում, որ թանակը, որով ես հենց նոր ստորագրել էի, վերաշարադրել էր ոչ իմ, այլ նրանց կյանքը։ Շուտով աղջիկ ջան, հիշեցի ես իմ խոսքերը, եւ ինքս ինձ պատասխանեցի. այո, շատ շուտով։ Ինձ արթնացրեց մետաղական ռուլետկայի ձայնը, այնպիսին, որ շինարարները պատերին են կիրառում։ Ձայնը գալիս էր ներքևից, հյուրասենյակից, հետո խոհանոցից։ Նայեցի ժամացույցին, միայն ժամը 7-ն էր։ Ինձ համար սովորական ժամ է, նրանց համար խոր գիշեր։ Բայց հիմա ամեն ինչ հակառակն էր։ Երիտասարդները արդեն վազվզում են, ձեր կինը դեռ անկողնում։ Մի քանի րոպե պառկեցի, ականջ դրած։ Վիկան ինչպես միշտ բարձր էր խոսում, կարծես ողջ փողոցին հայտարարություն էր անում։ Այս պատը կքանդենք ամբողջովին, զնգում է ռուլետկան։ Պետք է բաց տարածություն, ինչպես մարդկանց մոտ, ոչ թե այս գոմը։ Խոհանոցը պետք է դուրս գա հյուրասենյակ, կղզյակով, բար սեղանով։ Արմենը հանգիստ ինչ-որ բան մրմնջում էր, բայց այդ պատը կրող է Վիկ, եւ խոհանոցի սալիկը, գիտես, մաման ինքը գնել էր Գյումրիից շատ տարիներ առաջ։ Թեկուզ Գյումրիից, թեկուզ Մարսից, ձեռքով արեց նա։ Հին սալիկ, հին պատեր, ամեն ինչ քանդել։ Մենք կանենք նորմալ եւ ժամանակակից։ Հետևի հողամասը կվաճառենք, վերանորոգման փողերի համար, հետո գնորդ կգտնվի տանը։ Քո մայրը արդեն ամեն ինչ ստորագրել է, այնպես որ մի սկսիր։ Ես մոտեցա դրանը եւ ականջ դրի, ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ զգուշությունից։ Հովհաննեսը, Աստված հոգին լուսավորի, միշտ ասում էր, ով տեղեկատվություն ունի, նա է տերը։ Նրանք կարծում էին, թե ես խուլ եմ, ծերունի, որ ոչինչ չի լսում բացի հեռուստացույցից եւ նկատում է միայն եղանակը պատուհանից։ Նրանք չգիտեին, որ իմ ականջները դեռ տարբերում են, թե ով է շշնջում վերջին նստարանին, ով ծամում է ծամոն։ Դրանը կանգնած լսելուց հետո ես հետ քաշվեցի, մոտեցա պահարանին, հեռացրի տաք սվիտերների կույտը, որոնք գրեթե չեմ կրում։ Հետևում, ինչպես շատ տարիներ, թաքնված էր Հովհաննեսի ձեռքով պատրաստված փոքրիկ թաքստոցը, պատում փոքրիկ մետաղական դուռ կոդային կողպեկով։ Իմ սեյֆը պարզ է, փոքր, բայց հավատարիմ։ Կոդը Արմենի ծննդյան ամսաթիվը։ Ահա այդպիսի հեգնանք։ Դանդաղ պտտեցրի կոճակը։
Աչ, ձախ, աչ։ Կտկոց։ Այդ ձայնը միշտ սիրել եմ։ Ներսում միլիոններ չկային, բայց կարային, ինչ իմ վիճակում կնոջ համար ավելի կարևոր է։ Անձնագրեր, վկայականների օրիգինալներ, խորհրդային ժամանակների հին թղթեր տան մասին, որոնք ոչ մի տեղ չեն գնացել, որքան էլ նոր վկայականներ տան։ Եվ գլխավորը իմ փոքրիկ կարմիր տետրը, կաշվե կազմով։ Հանեցի այն, նստեցի անկողնու եզրին, ձեռքով անցկացրի կազմի վրա։ Այդ տետրում գրեթե ամբողջ կյանքս էր, որպես ուսուցչուհի։ 40 տարի ես եղել եմ Անահիտ Հովհաննիսյանը տարրական դասարաններից։ Իմ դասարանից անցել են հարյուրավոր երեխաներ։ Սրբել եմ քթները, կապել եմ կոտրված ծնկները, սովորեցրել եմ գումարել, կարդալ, պաշտպանել եմ նրանց, ում ծաղրում էին։ Երբեմն, եթե տեսնում էի, որ երեխան քաղցած է, կիսվում էի իմ հացով։ Այդ երեխաները մեծացել են։ Բացեցի տետրը։ Դեղնած էջերում անուններ, ազգանուններ, կողքին ինչ են դարձել, վերջին տարիներին հեռախոսահամարներ։ Մաթևոս Շտապուկա, հիմա Մաթևոս Ալեքսանդրի, մեր թաղամասի ոստիկանության բաժնի պետ։ Սվետլանա Լացկանը, հիմա Սվետլանա Նիկոլայի, կենտրոնական բանկի մասնաճյուղի տնօրեն։ Պետրոս Կորցնողը, այն որ միշտ մատիտներ էր կորցնում, հիմա շատ լուրջ փաստաբան է, որի մասին քաղաքում լեգենդներ են պատմում։ Եթե նա վերցրել է գործը, գրեթե հաղթած է։ Ամեն տարի տոներին նրանցից ստանում էի բացիկներ, երբեմն ծաղկեփունջ, երբեմն պարզապես SMS։ Շնորհավոր ուսուցչի օրը, Անահիտ Հովհաննիսյան։ Նրանց համար ես ոչ թե գարշահոտ ծեր կինայի, այլ ուսուցչուհի, որ երբեմն հավատացել էր նրանց, երբ մյուսները ձեռք էին թափահարում։ Վիկանն ու Արմենը իմ առաջ տեսնում էին միայն ավելորդ բերան և գույքային խնդիր։ Իսկ իմ հետևում պարզվեց ամբողջ բանակ էր մեծահասակ մարդկանց, որոնք չէին մոռացել, թե ում են պարտական, որ ոտքի կանգնեցին։ Դե լավ, հանգիստ ասացի ես, տեսնենք ում ուժն ավելի շատ է։ Ես դրեցի անձնագրերն ու թղթերը հետ սեյվ, կարմիր տետրը գրպանս դրեցի տնային գոգնոցիս։ Փակեցի դուռը, պտտեցի կոդը, սվիտերները հետ դրեցի, կարծես այնտեղ պարզապես հին անպետք իրեր են։ Հետո դուրս եկա միջանցք և դանդաղ իջա սանդուղքով։ Փայտե բազրիկները, որ Վիկան ուզում էր փոխարինել ապակյա, հաճելի ընկան ձեռքիս տակ։ Խոհանոցի պատկերը աչքիս խփեց ինչպես ականջահան։ Իմ խոհանոցը, որ ամբողջ կյանքումս կարգի մեջ էի պահում, որտեղ առավոտյան սուրճի հոտ էր, երեկոյան ապուրի կամ թարմ հացի, վերածվել էր աղբանոցի։ Փայտե ծանր սեղանին ճարպոտ տուփեր պիցայից, դատարկ գինու շշեր, կեղտուտ ափսեներ, որոնցում պանիրը կարծրացել էր։ Սովորական ափսեում ծխի մնացորդներ, որովհետև մոխրամանը, տեսեք, հերու է։ Վիկան կանգնած էր պատուհանի մոտ, կարճ մետաքսե խալաթիկով, որ գրեթե ոչինչ չէր ծածկում։ Ձեռքին իմ ճենապակե բաժակը, կարծես պլաստմասե բաժակ։ Արմենը նստած էր դիմացը, ճկված դեմքով, գլուխը ձեռքիրով բռնած, առջևում սարած լուծվող սուրճ։ Բարի առավոտ, ասացի ես և մտա, ինչպես իմ տուն, որովհետև սա իմ տունն էր։ Վիկան դարձավ, չափեց ինձ գլխից ոտք և շպտաց. «Օ, քնած գեղեցկուհին արթնացավ, ինչպես հանգստացար»։ «Նորմալ», պատասխանեցի, միայն խոհանոց է լաց է լինում։ Ես առանց ուշադրություն դարձնելու նրան մոտեցա լվացարանին, թափեցի նրանց թեյի մնացորդները բաժակներից, դրեցի եփվելու նորմալ աղացած սուրճ։ Անահիտ Հովհաննիսյանն անմիջապես գործի, ասաց Վիկան, պետք է որ այսօր ազատեք մեծ պահեստը, վաղը կգան ճարտարապետները տարածքը նայելու, և ես չեմ ուզում, որ տեսնեն ձեր այդ բանկաները, խոտերը և կտորները, ամեն ինչ աղբ է, որ փչացնում է տեսքը։ Ես լուր նայեցի մեր հին փայտե պահարաններին, որտեղ կոկիկ դասավորված էին հացահատիկի, խոտերի, կոմպոտների բանկաները։ Մի վայրկյան պատկերացրի, թե ինչպես է ամեն ինչ թռչում աղբարկ, միայն որովհետև փչացնում է նկարը։ Դրեցի նոր բաժակ հոսանքի տակ, միացրի գազը։ Պահեստը կմենա ինչպես կա, Վիկա, հանգիստ ասացի չշեղվելով սուրճից, և շատ կխնդրեմ տանը չծխել, ծուխը ներծծվում է վարագույրների մեջ։ Նա չոր ծիծաղեց և դարձավ Արմենին. «Լսեցիր, Արմեն, քո մայրը դեռ կարծում է, որ այստեղ ինչ-որ բան է որոշում»։ Նա մոտեցավ ինձ մոտիկ և ցուցադրաբար արտաշնչեց դեմքիս էլեկտրոնային ծխի քաղցր ծուխը։ «Անահիտ Հովհաննիսյան, եկեք սովորենք իրականությանը», ասաց ուղիղ աչքերիս նայելով։
Երեք դուք ամեն ինչ ստորագրեցիք, տունը ըստ էության մերն է Արմենի հետ։ Եթե մենք ընդհանրապես ձեզ խոսք ենք տալիս, միայն գթասրտությունից, մի չարաշահեք, դանդաղ հավաքեք ձեր կտորները։ Արմենը բարձրացրեց աչքերը։ Տեսքը մեղավոր էր, հոգնած։ Մամ, դե մի սկսի, մրմնջաց։ Վիկան պարզապես ուզում է վերանորոգում անել, տունը ավելի քանք վաճառելու համար։ Սա բոլորիս համար լավ է։ Ես հենվեցի սեղանին, վերցրի իմ բաժակը, լավը, ծանրը, կերամիկա։ Վերջին ամիսներին ես միշտ սեղմում էի, փորձում էի քիչ տեղ գրավել, չխանգարել, կարծում էի ճիշտ է այդպես։ Եթե երիտասարդներին դժվար է, պետք է համբերել եւ օգնել։ Իսկ հիմա հանկարծ պաստասը, նրանց մոտ ընդհանրապես ոչինչ չկա։ Նրանք ապրում են իմ հաշվին այստեղ, ուտում իմ սառնարանից, քայլում իմ հատակներով, մեքենա են վարում, որ գրված է իմ անունով, նույնիսկ հեռախոսները, որոնցով կեսօր օտարների կյանք են դիտում եւ անտեսում իմը, վճարվում են իմ կենսաթոշակային քարտից օվտովճարով։ Ես նրանց համար ոչ թե ծանրաբեռնվածություն եմ, այլ հիմք, որի վրա նստած են եւ ոտքերով հարվածում։ Դուք ճիշտ եք, հանգիստ ասացի, եւ տեսա, թե ինչպես է Վիկայի աչքերում հաղթանակ փայլատակեց։ Նրա ուսերը թուլացան։ Ես իսկապես ծեր եմ, եւ շատ բաներ արդեն գլխիցս դուրս են ընկնում։ Ահա եւ ճիշտ, անմիջապես կպավ նա։ Սա նորմալ է։ Ձեր տարիքում հիշողությունը արդեն… Այո, օրինակ մոռացել եմ ձեզ ասել, որ այսօր բանկ եմ գնում, շարունակեցի ես, կարծես հենց նոր հիշած լինելով։ Վիկան կտրուկ լարվեց, ինչպես շուն, որ թղթի շրխշուն նսեց։ Բանկ, կրկնեց։ Ինչու՞։ Եթե ինչ-որ բան պետք է, մենք ինքներս կգնանք։ Հիմա վտանգավոր է կանխիկով քայլել, խարդախներ, այդ ամենը։ Ոչ կանխիկի համար, անվրդով ասեցի։ Պարզապես ուզում եմ ստուգել իմ մի քանի հաշիվները։ Շատ բաներ են կուտակվել այս տարիների ընթացքում, պետք է կարգի բերել։ Տարիքով գիտեք վախենում ես, հանկարծ ինչ-որ ավելորդ բան լինի։ Եվ առանց սպասելու նրանց արձագանքին դուրս եկա բակ։ Փողոցում զով էր, բայց թարմ։ Օդը այլ էր, ոչ այնքան ծանր, ինչպես ծխած եւ աղտոտված խոհանոցում։ Դանդաղ քայլեցի մինչև խնձորենու տակի նստարանը, նստեցի, գրպանից հանեցի կարմիր տետրը, բացեցի Սվետլանայի էջը։ Համարը գրված էր կոկիկ, վերջերս ավելացված ձեռագրով։ Հավաքեցի, հեռախոսը դրեցի ականջիս։ Մյուս կողմից պատասխանեց քաղաքավարի բանկային ձայն։ Բարև ձեզ, ՎՏՊ կենտրոնական մասնաճյուղ։ Բարև ձեզ, ասացի։ Խնդրում եմ կանչեք Սվետլանա Նիկոլայի Մորոզյանին, տնօրենին, ասեք զանգում է Անահիտ Հովանիսյանը, կհասկանա։ Խնդրեցին սպասել, միացրին երաժշտություն։ Սիրտս ավելի արագ էր բաբախում, բայց ոչ վախից, այլ սպասումից։ Մի քանի վայրկյան անց լսեցի ծանոթ ջերմ ձայնը։ Անահիտ Հովանիսյան, վայ ինչ ուրախություն, այսքան անգամ հիշել եմ ձեզ, մտածել եմ ինչպես եք, ինչպես է առողջությունը, ծունկը չի տանջում։ Սվետիկ ջան, սիրելիս, պատասխանեցի, եւ հոգիս անմիջապես տաքացավ։ Ծունկը տարիքով մի քիչ ցավում է, բայց ապրել չի խանգարում, բայց մի գործով առանց քեզ չի լինի։ Ձայնը անմիջապես դարձավ ավելի գործնական, բայց փափուկ։ Իհարկե, ասեք, գուցե ինչ-որ մեկին ուղարկեմ ձեզ տուն, հավանաբար ձեզ համար դժվար է գնալ։ Ոչ, ընդհատեցի, այս անգամ ինքս կգամ քեզ մոտ, պետք է կարգի բերել իմ խնայողությունները եւ համատեղ հաշիվները։ Ուզում եմ հանել բոլոր իրավունքները երրորդ անձանցից, չեղարկել լրացուցիչ քարտերը եւ ավտովճարները, թողնել մուտք միայն ինձ համար եւ դեռ մի բան քննարկել։ Մյուս կողմից կարճ դադար եմկավ։ Սվետան հիմար աղջիկ չէր, երբեք չէր եղել։ Դեռ առաջին դասարանում այնպես էր նայում, կարծես ամեն ինչ հասկանում է մեծահասակների մասին։ Ձեզ մոտ խնդիրներ կան Արմենի հետ, հանգիստ հարցրեց։ Եթե չուզեք, կարող եք չպատասխանել։ Եկեք այսպես ասենք, հոգնած հառաչեցի։ Ուզում եմ հանգիստ հասնել ծերությունը Սվետ, ոչ թե այն հանգիստ աշուն պատին, որ ինձ ուզում են կախել, այլ իմ տանը, իմ անկողնում։ Դրա համար պետք է ամեն ինչ իմս վերադարձնել իմ պատասխանատվության տակ եւ միաժամանակ փակել մի շատ ագահ ծորակ։ Հասկանալի է, ասաց նա կարճ դադարից հետո։ Շատ հասկանալի։ Ուրեմն այսպես, այսօր եկեք իմ կաբինետ, ժամը 11-ին կգրեմ ձեզ։ Ոչ մի հերթ չեք կանգնի։ Մտեք կողմնային մուտքից, կասեմ պահակությանը։ Վերցրեք բոլոր անձնագրերը եւ պայմանագրերը, եթե գտնեք։ Ամեն ինչ կնայենք եւ կպաշտպանենք ձեր ծերությունը, ինչպես ասում եք։ Շնորհակալություն աղջիկ ջան, ասացի։ Շատ կօգնես ինձ։ Դուք եք ինձ օգնել երթեմն, անսպասելի ամուր պատասխանեց նա։ Եթե ոչ դուք, ես դեռ կվախենայի մաթեմատիկայի երկուսներից, ոչ թե վարկային կոմիտեներից։ Հիմա իմ հերթն է։
Մենք հրաժեշտ տվեցինք։ Ես հեռախոսը դրեցի նստարանի կողքին, գլուխս բարձրացրի խնձորենու ճյուղերին։ Տերևները թեթև քամուց շարժվում էին։ Ճյուղերի միջով առավոտյան արև էր երևում։ Երկրորդ հարկի պատուհանում վարագույրի հետևում երևաց Վիկայի կերպարը, հեռախոսը ականջին։ Տեսել էր, որ ձեռքինը ինչ-որ բան է մտմտում։ Խեղճ աղջիկ, մտածեցի ես։ Նա անկեղծորեն վստահ է, որ շախմատ է խաղում, եւ հիմա կուտի իմ վերջին զինվորը։ Իսկ ես ընդհանրապես ամբողջ կյանքումս շախմատ եմ խաղացել։ Ես վեր կացա նստարանից, զգալով, թե ինչպես է ոտքերիս մեջ վերադառնում վաղուց մոռացված թեթևությունը։ Պետք է փոխվել, հանել իմ լավագույն քաղաքային կոստյումը, հարմար կոշիկները, գրպանս դնել թղթերը եւ կարմիր տետրը։ Այսօր ոչ կարի եւ լուր արցունքների օր էր։ Այսօր այն օրն էր, երբ Անահիտ Հովհաննիսյանը իր թագուհուն դուրս է բերում տախտակի կենտրոն։ Ես վեր կացա խնձորենու տակի նստարանից, զգալով մարմենս այն հոգնածությունը, որ գալիս է ոչ տարիքից, այլ արդեն ընդունված որոշումից։ Պետք է գնալ հագնվելու։ Սենյակումս զգուշորեն ծալեցի անկողինը։ Սա իմ սովորությունն է երիտասարդությունից։ Մինչև անկողինը չծալես, օրը կարծես չի սկսվում։ Բացեցի պահարանը, հանեցի իմ բաց մոխրագույն կոստյումը, այն, որով նախկինում գնում էի պետխորհուրդներ եւ տնօրենի մոտ հանդիպումներ։ Մի քանի տարի անգործ էր մնացել, բայց դեռ նստում էր ինձ վրա ինչպես ծուլված։ Շկատուլայից հանեցի համեստական ջողերս, մի քիչ շուրթերս ներկեցի, ոչ բանկի համար, այլ ինձ համար։ Թղթերը գրպանց դնելիս անցա միջանցքով, մուտքի դրան մոտ։ Այնտեղ Արմենը երեք գցել էր իր գործնական պայուսակը, նույնիսկ չփակելով։ Մաքուր մեքենայաբար նայեցի ներքև։ Առաջին էջին գեղեցիկ տարերով գրված էր մասնավոր պանսիոնատի լոգոն։ Կոկիկ տնակներ, խնամված բակ, ժպտացող մոխրագույն տատիկներ։ Ներքևում պանսիոնատ ծերերի համար, հանգիստ աշուն։ Կարմիր գրիչով շրջանագծված էր երկտեղանի սենյակ առանց պատուհանի դեպի այգի, էկոնոմ փաթեթ։ Կողքին շրջանագծված թիվ, գումարը ոչ կոսմիկական, բայց բավականին մեծ։ Ես կանգնած նայում էի դրան, ինչպես դատավճռի։ Իմ որդին ոչ միայն երազում էր, որ ես մի օր կմեռնեմ։ Նա արդեն ընտրել էր ինձ համար տեղ, որպես անպետք կահույք պահեստում դնելու, եւ ոչ թե լավագույն տարբերակը, այլ ավելի էժանը, ինչ որ կերպ կստացվի։ Կրծքումս այնպես խոցվեց, կարծես բռունցքով հարվածեցին։ Աչքերիս առաջ թարթեցին գիշերները, երբ նստած էի նրա մահճակալի մոտ ջերմաչափով, երբ փող էի փոխարում նոր բաճկոն գնելու համար, երբ տատիկիս ոսկին վաճառեցի ինստիտուտի վարձը վճարելու համար։ Ամեն ինչ, որ 40 եւ ավել տարի անց նա կնոջ հետ նստած ընտրի, թե որ սակով է ավելի շահավետ իմ ծերությունը։ Արցունքները մոտեցան աչքերիս, բայց ես հետ կուլ տվեցի։ Հերիք է, ասացի ինքս ինձ։ Հերիք է, Անահիտ, հետո կլացես, հիմա գործեր կան։ Ես փակեցի պայուսակը այնպես, ինչպես եղել էր, կարծես ոչինչ չեմ տեսել։ Վերցրի իմ պայուսակը, ստուգեցի, կարմիր տետրը տեղում է, անձնագիրը տեղում է, ակնոցներս մաքուր են։ Սանդուղքով իջնելիս միջանցքում հանդիպեցի Վիկտորիային։ Նա իջնում էր նույն կարճ խալաթիկով, բայց արդեն դեմքը ներկած եւ հեռախոսը ձեռքին։ Ինչ այդպես զարդարված եք գնում, աչքերը նեղացրեց, ճանապարհս փակելով։ Կարծում էի արդեն ոչ միտեղ չեք գնում։ Եկեղեցի աղջիկ ջան, հանգիստ պատասխանեցի եւ նույնիսկ ժպտացի։ Ձեզ եւ այս տան համար աղոթելու։ Դե աղոթեք, ֆրաց։ Աղոթեք, որ տունը շուտ վաճառվի եւ որ մեզ հետ Արմենի կյանքում գոնե մի բան ժպտա։ Ես շրջանցեցի նրան եւ իջա ներքև։ Կախիչին կախված էր իմ հին վերարկուն, կոկիկ մաքրված։ Դանդաղ կոչքեցի, վերցրի պայուսակը, բանալիները։ Հազիվ դուռը հասա, խոհանոցից լսվեց Վիկայի ճիչը։ Արմեն, քո քարտը հենց նոր չեն ընդունել պիցերիայում, ասում են բավարար միջոցներ չկան, դու ընդհանրապես ամեն ինչը զրո ես արել։ Ես մի վայրկյան կանգ առա, թույլ տալով ինձ թեթև ժպիտ։ Սա դեռ իմ քայլը չէր, սա նրանց իմաստուն կյանքի հետևանքներն էին, բայց ինձ դուր եկավ, թե ինչպես է խաղը ինքն իրեն կառուցվում։ Առաջին դոմինոն ընկավ, մտածեցի ես, եւ դուրս եկա բակ։ Տաքսի կանգնեցրի հարևան տան մոտ, որ պատուհանների առաջ ներկայացում չլինի։ Վարորդը լուր տղամարդ էր, 50-ի մոտ։ Հարցրեց միայն հասցեն, բանկի կենտրոնական մասնաճյուղ, եւ այլևս հարցեր չտվեց։ Ինձ այդպես ավելի հարմար էր։ Նայում էի պատուհանից, հաշվում կանգառները եւ գլխումս կրկնում, թե որ հաշիվներ որտեղ ունեմ, որ քարտերն են կապված, որտեղ են ավտովճարները։ Երբ մտա մասնաճյուղ, ինձ դեմ հարվածեց սառնարանային օդի ալիքը։ Հատակը փայլում էր։ Աղջիկները վաճառասեղանների հետևում երիտասարդ էին, նույն ժպիտներով։ Բոլորը շտապում էին, ով վիճում էր, ով շշնջում տոկոսների մասին։ Ես անցա հերթի կողքով, ուղիղ դեպի տնօրենի դրան ցուցանակը, թակեցի։
Մի վայրկյան անց դռից դուրս եկավ Սվետան, արդեն ոչ իմ կարմրագույն լացկան աղջիկը հյուսերով, այլ վստահ կին խիստ կոստյումով։ Անահիտ Հովանիսյան, գոռաց նա, խախտելով բոլոր գործնական կանոնները եւ անմիջապես գրկեց ինձ։ Վահ, ինչ անակնկալ, մտեք արագ, ես արդեն սպասում էի ձեզ։ Թեյ, սուրճ, եթե կարելի է, գլխով արեցի։ Ինչպես միշտ, մի կաթիլ կաթով։ Նա տարավ ինձ կաբինետ, փակեց ժալյուզիները, որ օտարները չնայեն, դրեց առաջս բաժակը, ինքը նստեց սեղանի հետևում, միացրեց համակարգիչը։ Դե պատմեք, ասաց արդեն ավելի լուրջ։ Միայն եթե չուզեք, մանրամասնը չպատմեք, ամեն դեպքում կանեմ ինչպես ասեք։ Ոչ, պատասխանեցի։ Կարևոր է, որ դու հասկանաս, ինչ եմ անում եւ ինչից եմ պաշտպանվում։ Կարճ առանց ավելորդ մանրամասների պատմեցի վերջին ամիսների մասին, թե ինչպես են Արմենն ու Վիկան տեղափոխվել ինձ մոտ, ինչպես են աստիճանաբար դադարել ամաչել, ինչպես են հյուրեր բերել, իմ փողերը ծախսել։ Այսօրվա առավոտի մասին ասացի միայն մեկ նախադասություն. այսօր ինձ մահմաղթեցին տան համար։ Սվետան գունաթափվեց։ Գիտեք, հանգիստ ասաց, եթե ինձ մեկ այդպիսի բան ասեր, նա չավարտեց։ Մատները արագ վազեցին ստեղնաշարի վրա։ Լավ, եկեք թվերով, վերցրեց իրեն ձեռքը։ Ես արդեն բարձրացրել եմ ձեր հաշիվները, հենց որ զանգեցիք։ Վիճակը այսպես ասած, ոչ շատ լավ։ Նա շրջեց մոնիտորը, որ ես էլ տեսնեմ։ Ահա այս գրեգիտ քարտը, գտածրեց տողին։ Հիմնական սեփականատերը դուք եք, լրացուցիչը ձեր որդին։ Լիմիտը տեսնում եք, ամբողջովին ընտրված։ Ծախսերը, ռեստորաններ, զվարճանքներ, հագուստ։ Եվ ահա ներքևում մշտական կանխիկացումներ խաղային ավտոմատների մոտ եւ ինտերնետ կազինոներում։ Ես զգացի, թե ինչպես է ամոթ պատել ինձ, թեև ես անձամբ ոչ մի կոպեկ չեմ թողել այնտեղ։ Հովանեսը ամբողջ կյանքումս խնայում էր յուրաքանչյուր կոպեկ, մի քիչ դնում, իսկ իմ որդին փողերը տանում էր ավտոմատներ եւ կնոջ սանրվածքներ։ Հետո ասացի, որ ձայնս չկոտրվի, ինչ ուրիշ կա։ Լրացուցիչ դեբետային քարտ, կապված ձեր կենսաթոշակին, շարունակեց Սվետան։ Գնումներ սուպերմարկետներում, առաքումներ, գեղեցկության սրահներ, ինտերնետ խանութներ, հիմնականում երեկոյան եւ գիշերը։ Սա ոչ դուք եք հասկանում եմ։ Ոչ, չոր պատասխանեցի։ Ես ժամը 11-ից հետո արդեն քնած եմ։ Ես գիշերային ակումբ չեմ։ Եվ վերջինը, հառաչեց նա, համատեղ խնայողական հաշիվը, այն, որին դուք դրել եք Հովանես Առաքելյանի մահից հետո Հողամասի վաճառքի փողերը։ Այնտեղ բավականին գումար կա։ Ձևականորեն սա ձեր հաշիվն է, բայց կապված է որդու մուտքը։ Նրանք արդեն փորձել են ինչ-որ բան փոխանցել, բայց լուրջ բան դեռ չեն հասցրել։ Ես նայում էի թվերին եւ հասկանում էի, թե որքան հեշտ կլիներ աչքերս փակել ամեն ինչի վրա։ Ասել լավ, երիտասարդներին ավելի պետք է։ Հետո ինքս հայտնվել որևէ էժան հանգիստ աշունում, որովհետև նորմալ կյանքի փող չի մնա։ Սվետ, հանգիստ ասացի, եկեք կարգով։ Առաջին, կրեդիտ քարտը ամբողջովին փակել։ Թող բանկը հետո ինքը պահանջի նրանից ինչպես օրենքով է, բայց մուտք նրան կամ նրա կնոջը այլևս չլինի։ Երկրորդ, ցանկացած քարտը, որ կապված է իմ կենսաթոշակին, բացի իմ սեփականից, բլոկավորել։ Ոչ մի լրացուցիչ։ Կանենք։ Գլխով արեց նա եւ սկսեց արագ ինչ-որ բան տպել։ Հետո համատեղ հաշիվը, ասացի ես, 90%-ը փոխանցիր նոր ավանդի, միայն իմ անունով, առանց որևէ մուտքի եւ լիազորագրի։ Մնացած հաշվում թող այնքան, որ չփակվի, օրինակ 500 դրամ։ Եթե ինչ-որ չեկեր կամ ինչ-որ բան են գրել, թող բանկը ինքը լուծի, սա արդեն նրանց դասն է։ Սվետան զարմացած բարձրացրեց հոնքերը։ Հասկանում եք, եթե այնտեղ ինչ-որ բան կապված է, վճարումները կարող են հետ գնալ, զգուշացրեց, ձեզ չի վախեցնի, ինձ ոչ, պատասխանեցի։ Իմ կոմունալները ես ուղակի վճարում եմ, իսկ նրանց օգտակար կլինի իմանալ, որ փողերը երկնքից չեն ընկնում։ Լավ, ասաց նա եւ գրեց ամեն ինչ։ Հիմա ավտովճարների մասին։ Այստեղ ձեզ մոտ նա բացեց մեկ ուրիշ ներդիր։ Գեղեցիկ նկար, կաբելային հեռուստատեսություն պրեմիում, ինտերնետ ինչ-որ կոսմիկ արագությամբ, բաժանորդագրություններ օնլայն կինոթատրոնների, ինչ-որ թանկ մեքենայի ապահովագրություն։ Սա էլ ոչ դուք եք։ Հեռուստացույցը ինձ սովորականը ցույց է տալիս։ Ժպտացի։ Այդպիսի մեքենա ես չունեմ։ Ապահովագրությունը հավանաբար Արմենի մեքենայինն է, որ կրեդիտով է վերցրել։ Ամեն ինչ, որ չի վերաբերում անմիջապես իմ տանը, անջատել, ինտերնետը անջատել, կաբելայինը անջատել,
Ապահովագրություն այլևս չվճարել, ես իմ կենսաթոշակը նրանց խաղալիքների համար չեմ աշխատել։ Սվետան նայում էր ինձ հարգանքով, բայց և մի քիչ անհանգստությամբ։ Կոշտ եք գնում նրանց հետ Անահիտ Հովհաննիսյան, ասաց, բայց հակառակը երևի չի լինի։ Սա ոչ կոշտ է, սա դաստիարակչական է, հոգնած ժպտացի։ Ինչպես երբեմն առաջին դասարանցուն առանց ընդմիջման էի թողնում, եթե ամբողջ շաբաթ ծեծկրտուք էր անում, ոչ որովհետև ատում էի երեխային, այլ որովհետև հակառակ դեպքում կմեծանար խուլիգան։ Մենք դեռ որոշ ժամանակ թղթեր կարգավորեցինք։ Ես ստորագրում էի, Սվետան բացատրում էր ձևակերպումները։ Նա չփորձեց համոզել ինձ, միայն մի քանի անգամ հարցրեց. «Համոզվա՞ծ եք»։ Եվ ամեն անգամ պատասխանում էի «համոզված»։ Վերջապես նա ծալեց թղթերը կոկիկ կույտի, մեկնեց ինձ մի քանի թերթիկ, փակման և փոփոխության հաստատումներ։ «Ահա սրանք ձեզ համար», ասաց, «պահեք ձեզ մոտ, եթե մեկը գա ինչ-որ բան պահանջելու, ցույց տվեք, և ես իհարկե մոտակայքում եմ, գիտեք»։ Ես դրեցի թերթիկները պայուսակս, փակեցի։ «Շնորհակալություն, Սվետ», հանգիստ ասացի, «դու ինձ հիմա ոչ միայն թղթեր կարգավորեցիր, այլ մեջքս պահեցիր»։ «Դուք եք մեզ մեջք պահել երբեմն», պատասխանեց նա և հանկարծ մոտեցավ, գրկեց ինձ։ «Մի տվեք, որ ձեզ վիրավոր են»։ Ավարտվեց, ասացի, «Ուշ է, հիմա եթե մեկը վիրավորվի, դա ճիշտ ոչ ես կլինեմ»։ Երբ դուրս եկա բանկից, փողոցում շոգ էր, օդը ծանր, բայց ներսումս կարծես մի քանի պար քանեցին ուսերիցս։ Քայլում էի դեպի տաքսիների կանգառ և զգում ոչ հոգնածություն, այլ տարօրինակ թեթևություն։ Վախը վաղվա օրվա համար անհետացել էր, մնացել էր միայն հետաքրքրությունը, թե ինչպես են հիմա նրանք դուրս գալու առանձին փողերի և իմ ավտովճարների։ Տաքսի բռնեցի և գնացի տուն։ Գլխումս դեռ պտտվում էին թվերը, պայմանագրերի տողերը, Սվետայի վերջին խոսքերը։ Իսկ ինչ-որ տեղ խորքում հնչում էր դպրոցական ասոցիացիա։ Ընդմիջումը վերջացել է, զանգը հնչել է։ Միայն այս անգամ զանգը հնչել էր ոչ իմ նախկին աշակերտների, այլ իմ սեփական որդու և հարսի համար։ Ես տուն վերադարձա տաքսիով, ինչպես սովորական տատիկ, մթերքների պայուսակով։ Մեքենան հեռացավ։ Ես կանգնած էի դարպասի մոտ և զգում էի, թե ինչպես է ներսումս ավելի հանգիստ դարձել։ Փողերը գոնե հիմա ապահով էին։ Տեսնենք ինչ է կատարվում այստեղ առանց նրանց։ Հազիվ դուռը բացեցի, ինձ դեմ հարվածեց ծանր կպչուն մթնոլորտ, ոչ հոտ, այլ տրամադրություն։ Հյուրասենյակում բարձր ճճում էր Վիկտորիան։ Ես կանգ առա միջանցքում առանց մտնելու և պարզապես լսեցի։ «Ես ձեզ ասում եմ, սա բանկի սխալ է», գոռում էր նա հեռախոսին։ «Իմ մոտ պրեմիում քարտ է, դուք չեք կարող մերժել գեղեցկության սրահի խղճուկ վճարի պատճառով։ Ինչպես քարտը բլոկավորված է սեփականատիրոջ կողմից, ես այն ձեռքիս եմ պահում»։ Ձայնը կտրվում էր։ Նա քայլում էր սենյակում, ձեռքերը ճկելով գորգի վրա, որն ի դեպ այլ կերպ կնետեր։ Ես հանգիստ անցա կողքով, կարծես ոչինչ չեմ լսում, և գնացի խոհանոց։ Պայուսակը դրեցի սեղանին, հանեցի հացահատիկ, գազար, կարտոֆիլ, պարզ էժան ուտելիք, բայց սննդարար։ Այն ինչ պետք է, երբ քարտերը հանկարծ չեն անցնում։ Մի քանի րոպե անց խոհանոցի դրանը երևաց Արմենը։ Տեսքը այնպիսին էր, կարծես հենց նոր հանել են լվացքի մեքենայից և մոռացել կախել։ «Մամ», դողացող ձայնով ասաց, «լավ է, որ եկար, մեզ մոտ հսկայական խնդիր կա»։ Ես կաթսան դրեցի տրակին, ջուր լցրի, միացրի գազը, դարձա նրան։ «Ինչ պատահեց, որդիկ»։ «Քարտերը չեն աշխատում», արտաշնչեց նա։ Ընդհանրապես, Վիկան գնացել էր սրահ, խղճուկ գումար էր, բայց քարտը մերժեցին։ Ես ճանապարհին բենզին լցրի, նույնպես մերժում։ Ստիպված ժամացույցս թողեցի գրավ, որ բաց թողնեն։ Բանկում ասացին, քարտերը բլոկավորված են սեփականատիրոջ նախաձեռնությամբ, իսկ սեփականատերը դու ես։ Ես մի վայրկյան կանգ առա, դանակը կարտոֆիլով ձեռքիս, և նայեցի նրան ակնոցների վրայով, ամենաանկեղծ զարմանքով, որ կարող էի։ «Օ Աստված ջան», հառաչեցի, «ախա թե ինչ աղետ, հիմա բանկերը ինքները չգիտեն ինչ են անում, հեռուստացույցով միայն այդ մասին են խոսում։ Համակարգը ընկել է, մեկը մյուսի հետևից»։ «Մամ, սա ոչ համակարգ է», ընդհատեց միջանցքից Վիկան։ Նա արդեն կանգնած էր խոհանոցի դրանը։ Աչքերը վառվում էին, դեմքը զայրացած։ Մեզ ուղիղ ասացին, սեփականատերը խնդրել է բլոկավորել քարտերը։ Սեփականատերը դու ես, ինչ արիր։ Ես դրեցի դանակը, սրբեցի ձեռքերս սրբիչով, դարձա նրանց։ «Ահա, ճիշտ է, կարծես հենց նոր հիշեցի», ասացի։ Ես այսօր առավոտյան բանկում էի։ Այնտեղ մի երիտասարդ ասաց, որ քարտերով անցնում են շատ տարօրինակ գործողություններ, սրահներ, կազինոներ, գիշերային կանխիկացումներ։ Ասաց տարեց մարդկանց համար սա կասկածելի է, խորհուրդ տվեց իմ անվտանգության համար ամեն ինչ սառեցնել, մինչև պարզենք։
Դե ես համաձայնվեցի։ Ծերեմ, ինձ ասացի, ես լսեցի։ Ինչ կասկածելի, պայթեց Վիկան։ Սա մեր ծախսերն են, մենք այստեղ ապրում ենք, օգտվում ենք այդ փողերից, դու լավ գիտես։ Դե ուրեմն թող բանկը նախ պարզի, հանգիստ պատասխանեցի։ Ասացին ժամանակ կպահանջվի, շաբաթ գուցե 2 կամ ամիս, չհիշեցի։ Գլուխս արդեն այդպիսին չէ։ Շաբաթ, ամիս, Վիկան գրեթե ճչաց։ Դու խելքի դես, մեզ ինչով ապրել, ինչով ուտել, բենզին լցնել, վճարել։ Ահա հացահատիկ եմ եփում, ցույց տվեցի կաթսեին, շատ օգտակար բան է, էժան, սննդարար։ Արմեն, նստիր կեր, քեզ հիմա չի վնասի իմանալ, թե ինչ է իսկական խնայողությունը։ Արմենը նստեց աթոռին, գլուխը ձեռքերով բռնած։ Մեզ մոտ կանխիկ ընդհանրապես չկա մամ, մրմնջաց։ Ամեն ինչ քարտերով ենք վճարում, ձեռքիս 0 է։ Այդքան ավելի լավ, որ հացահատիկ կա, ուսերը թոթվեցի։ Ժամանակներն այդպիսին են, օգտակար է հիշել, թե նախկինում ինչպես էին ապրում, առանց պրեմիում քարտերի և բաժանորդագրությունների։ Վիկան նայեց ինձ այնպես, կարծես պատրաստ էր հարձակվել։ Մի քանի վայրկյան եփվեց, բայց հետո կտրուկ դարձավ և դուրս թռավ խոհանոցից, բարձր ոտքերը խփելով։ Սա դեռ վերջը չէ, նետեց միջանցքից։ Դու ինքդ հետո կսողոսկես և կաղաչես, ամեն ինչ հետ տալ։ Ես լուռ աղդերեցի ջրին, լցրի հացահատիկը, թող եփվի։ Այս տանը արդեն ամեն ինչ եփվում է, ավելի վատ չի լինի։ Օրվա կեսին ամեն ինչ մի քիչ հանգստացավ։ Ես մաքրեցի սեղանը, եփեցի ապուր, սրբեցի երեկվա գինու բծերը։ Լսվում էր, թե ինչպես են Արմենն ու Վիկան շշնջում ննջարանում, զանգում ինչ-որտեղ, ինչ-որ բան պարզում, բայց ինձ այլևս չէին մոտենում։ Ժամը 3-ի մոտ դրան զանգը հնչեց։ Ես ինքս գնացի բացելու։ Շեմին կանգնած էր հսկայական տղամարդ, աշխատանքային բաճկոնով, ծանր պայուսակով ձեռքին և ծանոթ փափուկ շփիտով։ Բարև ձեզ, Անահիտ Հովանիսյան, հանեց գլխարկը։ Կանչել էիք։ Սա Ռամիլ Ֆարիդի էր, իմ նախկին աշակերտը, որ հիմա զբաղվում է կողպեքներով, ազգանշանային համակարգերով և անվտանգությամբ։ Ռամիլ, մտիր, ուրախացա, շնորհակալություն, որ այդքան արագ եկար։ Նա մտավ նախասենյակ, հագավ կոշիկները։ Այդ պահին վերևից սանդուղքից լսվեց Վիկտորիայի ձայնը։ Արմեն, սա դերով է։ Նա երևաց հարթակին, տնային հագուստով, բայց արդեն դիմահարտարված։ Տեսավ Ռամիլին, ծրմռեց։ Ինչ տղամարդ։ Դարձյալ տան գնորդներից մեկը, ասա այսօր ոչ ոքի չենք ցույց տալիս։ Սա գնորդ չէ, հանգիստ պատասխանեցի։ Սա փականագործ է, իմ խնդրանքով եկել է։ Փականագործ, Վիկան զարմացած թարթեց։ Տունդ քանդվում է, իսկ դու որոշել ես հին դուրը նորոգել։ Որոշել եմ, որ իմ ննջարանը փակվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ասացի, որ ոչ ոք առանց թակելու չներխուժի։ Ռամիլը ձևացրեց, թե ոչինչ չի լսում, միայն հարգալիր գլխով արեց Վիկային և դարձավ ինձ։ Ուր բարձրանալ, Անահիտ Հովանիսյան։ Երկրորդ հերկ, իմ սենյակը աջ կողմում, ցույց տվեցի։ Ռամիլը բարձրանալիս Վիկան ինչ-որ բան մրմնջաց ավելորդ ծախսերի և անիմաստ բաների մասին և անհետացավ իրենց մոտ։ Նրան ջղայնացնում էլ ամեն ինչ, որ ինքը չէր մտածել։ Իմ սենյակում Ռամիլը զննեց դուռը, հին կողպեքը, փականը։ Այո, ասաց, այստեղ ցանկացած պատանի կհաղթահարի։ Հիմա կանենք մարդավայել։ Նա պայուսակից հանեց նոր կողպեկ, ծանր մետաղական լավ գլանով և ներսից լրացուցիչ փական։ Մինչ նա հորատում էր, խփում, չափում, ամբողջ տունը գուժում էր։ Անշուշտ Վիկայի գլուխը ցավում էր այդ ձայնից։ Նա չէր սիրում, երբ աշխարհը հիշեցնում էր, որ բացի իրենից մարդիկ էլ գործեր ունեն։ Ես նստած էի բազկաթոռին, թերթում էի կարմիր տետրը, նշումներ անելով եզրերին, թե ում կարող եմ դեռ խնդրել օգնություն, եթե պետք լինի։ Ոչ որովհետև պատերազմ էի պլանավորում, այլ որ ճիշտ իմանամ, ես մենակ չեմ։ 30 րոպե անց Ռամիլը անջատեց հորատիչը, սրբեց ճակատը։ Պատրաստ է, Անահիտ Հովանիսյան։ Երեկոյան ես նստած էի իմ բազկաթոռին գիրք կարդալով։ Լուսավորում էր սեղանի լամպը։ Ներքևից մեկ լռում էր, մեկ նորից բորբոքվում մրմունջը։ Նրանք մեկ վիճում էին բանկի հետ, մեկ զանգում էին ինչ-որտեղ, մեկ քայլում էին տանը դժգոհ քայլերով։ Ժամը 9-ի մոտ հյուրասենյակից հանկարծ լսվեց Վիկտորիայի հիստերիկ ճիչը։ Արմեն, ինտերնետը չկա, ինտերնետը անհետացել է, ինչ-որ բան արա։ Ես շրջեցի էջը։ Մի քանի րոպե անց լսվեց, թե ինչպես է Արմենը վազվզում, ձգում լարերը,
ինչ-որ բան սեղմում։ Հետո նրա ձայնը հեռախոսով. Այո, ես սեփականատիրոջ որդին եմ, պարզապես ճշտել ինչպես է այդ ծառայությունը չեղարկվել հաճախորդի հայտով։ Որ հաճախորդով, սա իմ մոր գիծն է։ Ահա, հասել է, հանգիստ մտածեցի ես։ Մի քանի րոպե անց վերևում լսվեցին արագ քայլեր։ Մեկը բախում էր իմ դրանը։ Անահիտ Հովհաննիսյան, բացեք, գոռում էր Վիկան։ Անմիջապես բացեք։ Ես վեր կացա, մոտեցա, բանալին պտտեցի, դուռը բացեցի ճիշտ այնքան, որ տեսնեմ երկուսին էլ։ Արմենը կանգնած էր կողքին, գունատ, Վիկան կարմիր խռնված։ Այո, հարցրի։ Ինչ պատահեց։ Դու ինչու անջատեցիր ինտերնետն ու կաբելայինը, գոռաց Վիկան։ Այնտեղ ասացին ծառայությունը չեղարկվել է բաժանորդի նախաձեռնությամբ։ Մենք առանց կապի ենք մնացել։ Ինձ պետք է ստորիներ դնել, աշխատել։ Իմ գովազդային պարտավորություններ ունեմ։ Կարծում ես ինձ կսպասեն։ Օ, ճիշտ է, գլխով արեցի, կարծես հիշելով։ Սա էլ ես այսօր արեցի։ Սվետան տնորենը ասաց, որ կենսաթոշակառուի համար այդպիսի ծախսեր շռայլություն են։ Ինտերնետը այդպիսի արագությամբ, կաբելայինը բազմաթիվ ալիքներով, գրեթե 7000 դրամ ամսական։ Մենք հիմա խնայում ենք, դուք ինքներդ էիք ասում։ Սա ոչ շռայլություն է, սա հիմնական անհրաժեշտություն է, ճչաց Վիկան։ Առանց դրա աշխատել չեմ կարող։ Իսկ ես կարող եմ, պատասխանեցի, գրքեր եմ կարդում, հեռուստացույցը ինձ սովորականը ցույց է տալիս, ժամանակները գիտեք դժվար են, պետք է սկսել ինքներդ ձեզնից, նախ հրաժարվել ավելորդից, առաջին հերթին։ Մամ, դե ինչու այդպես, աղաչող ձայնով ասաց Արմենը, թողնեիր գոնե ինտերնետը։ Զատո հիմա մեզ մոտ ամսական 7000 դրամ ավել է, հանգիստ շարունակեցի, ինչ-որ իսկապես կարևոր բանի համար, օրինակ պանսիոնատի։ Դու գիտես Արմեն, որ այդպիսի տեղերը ինչպես հանգիստաշունը, էժան չեն, քանի որ այդքան ուզում էիք ինձ համար երջանիկ ծերություն կազմակերպել, պետք է գոնե ինչ-որ բանից սկսել խնայել։ Արմենը էլ ավելի գունատացավ, կարծես սառը ջուր լցրին վրա։ Որտեղից գիտես, սկսեց, բայց կտրվեց։ Պայուսակը միջանցքում չեք սովորել փակել, հարաչեցի։ Իմ տեսողությունը երիտասարդական չէ, բայց կարդալ դեռ կարողանում եմ։ Մի անհանգստացեք, չնեղացա։ Պարզապես եզրակացություններ եմ անում։ Վիկան նայում էր ինձ ինչպես խելագարի։ Դու իրավունք չունես այդպես վարվել մեզ հետ, գոռաց։ Մենք այստեղ ապրում ենք, մենք երիտասարդ ենք, մենք ապագան ենք, իսկ դու։ Իսկ ես այս տան իսկական տիրուհին եմ, հանգիստ ընդհատեցի։ Ահա թե տարբերությունը։ Ես փակեցի դուռը եւ պտտեցի բանալին։ Դրան հետևում դեռ որոշ ժամանակ լսվում էր նրա խելագար շնչառությունը։ Հետո քայլերը հեռացան։ Ես վերադարձա բազկաթոռին, բայց գիրքն արդեն այդքան չէի կենտրոնանում։ Նստեցի պատուհանի մոտ։ Լուսինը լուսավորում էր այգին։ Քաղաքի լույսերը հեռվում փայլում էին։ Ներքևի բակում մի քիչ անց դռան ճռճռոց լսվեց գարաժի։ Լսվեց ծանոթ ձայնը։ Արմենը փորձում էր գործարկել մեքենան։ Մեկ անգամ, երկրորդ, երրորդ, ստարտերը խփվում էր, հազում և մեռնում։ Ինչ է սա, լսվեց ներքևից նրա ջղային ձայնը, հետո դուրս վազեց Վիկան, դռները խփեց։ Արմեն, մենք նույնիսկ այստեղից հեռանալ չենք կարող, գոռում էր։ Մենք խրված ենք այս աստված մոռացած տանը նրա հետ։ Ես շպտացի միայն շուրթերի սանկյուններով։ Ռամիլը իր գործը կոկիկ արել էր, ոչինչ լուրջ չէր։ Պարզապես այնպես, որ մեքենան ոչ միտեղ չշարժվի առանց նորմալ վարպետի և նորմալ գլխի։ Ես պարկեցի անկողինս, ծածկվեցի ծածվածով մինչև կզակը։ Այդ գիշեր ես Աստծուց համբերություն չխնդրեցի, այն արդեն բավական էր այս ամիսներին։ Ես խնդրեցի ուժ։ Ուժ չտրվելու գթասարտությանը և ամեն ինչ ներելու սովորությանը։ Տունը մութ էր, հանգիստ, չէր աշխատում հեռուստացույցը, չէր թերթում ռոուտերը, չէր մռնչում շարժիչը։ Միայն միջանցքի հին ժամացույցը նորից հավասար տկտկում էր։ Սկսվել էր պաշարումը։ Ես արդեն կտրել էի նրանց փողերից, կտրել էի արտաքին աշխարհից և հարմարավետ կյանքից։ Նրանք փակված էին այս թանգարանում, որտեղ հիմա իմ կանոններն էին գործում։ Վաղը, երբ սովը, սառը ջուրը և վաղվա օրվա վախը սկսեն սեղմել նրանց կոկորդը, Վիկտորիան անպայման կփորձի ավելի ուժեղ կծել, բայց իմ մոտ կար խաղաթուղթ, որի մասին նրանք չէին էլ կռահում։ Ոչ սեյֆում և ոչ բանկում, այլ թղթապանակում, որ պարկած էր հիմա իմ ներքնակի տակ, այն, որով նրանք այդքան ուրախ էին մտածում սկսել իրենց նոր կյանքը։ Ես փակեցի աչքերս մեկ պարզ մտքով. վաղը այդ թղթապանակը կցույց տամ։ Շաբաթ օրը սպասում էի ինչպես նախկինում իմ դպրոցական տողերը, հուզմունքով և ուշադրությամբ մանրուքների նկատմամբ։ Երեկոյան սեղան գցեցի մեծ ճաշասենյակում, այնտեղ, որտեղ Վիկտորյանը երազում էր կղզյակ և բար սեղան անել։
Հանեցի սպիտակ ծանր սփռոցը, որ մենք Հովանեսի հետ պահում էինք լավ առիթների համար։ Դրեցի իմ հին ճենապակե սերվիզը ոսկե եզրով, բյուրեղյա բաժակները, որոնք փոշոտվել էին բուֆետում վերջին տարիներին։ Վարարանին հանգիստ եփվում էր փլավը կազանում։ Հացաթուփում կարմրում էին կաղամբով կարկանդակները։ Սեղանին սառչում էր տնական կոմպոտը խնձորներից։ Ժամը 8-ին դրան զանգը հնչեց։ Առաջինը եկավ Պետրոսը, արդեն ոչ այն տղան հին պայուսակով, այլ հարգելի տղամարդ լավ կոստյումով, գինու շիշ ձեռքին։ «Բարև ձեզ, մեր սարսափելի կոնտրոլայինների թաքուհի», ասաց, գրկելով ինձ այնպես, կարծես ես բյուրեղյա եմ, բայց կդիմանամ։ Հետևից Սվետան, մեծ տորթով տուփում եւ ծաղկե փնջով։ «Սա ձեզ եւ ամեն ինչի համար, ինչ երբեմն ինձ բացատրել եք», շշնջաց նա։ Ռամիլը եկավ կնոջ Լիլիայի հետ եւ հսկայական կացսա տնական գոլուբցիներով։ «Գուցե չհերիքի», ամաչելով ասաց։ Մի քիչ ուշ եկավ Մաթևոսը, առանց ձևաչափի, սովորական վերնաշապիկով, բայց դեռ այդ ուղված կեցվածքով, որից անմիջապես հանգիստ է դառնում։ Կես ժամ անց սեղանը լցված էր։ Փլավ, կարկանդակներ, գոլուբցիներ, աղցաններ, Սվետայի տորթը։ Նրանք խոսում էին, ընդհատելով միմյանց։ «Հիշում ես ինչպես ես քեզ տողից հանեց», ծիծաղում էր Մաթևոսը, որովհետև 9-րդ բն բողոքի էի կազմակերպում, եւ ճիշտ արեցիր, ֆռացի ես։ Նայիր քեզ, բաժնի պետ։ Եթե ավելի փափուկ լինեի, հիմա ոչ այս կողմում կնստեիր, այլ մյուսում։ Բոլորը ծիծաղեցին։ Իսկ ինձ կոտորակները փրկեցիր, միջամտեց Սվետան։ Ես այդ կոտորակների պատճառով գիշերները լաց էի լինում։ Իսկ դու ասեցիր. «Սվետ, դու հիմար չես, պարզապես հոգնած ես», եւ նստեցրիր առաջին նստարանին։ Անկեղծ, եթե ոչ դու, ես բանկում մեկ շաբաթ էլ չէի դիմանա։ Ռամիլը գլուխը թափահարեց։ Իսկ ինձ դու ձմեռային բաճկոն գնեցիր, հիշում ես։ Ասացիր հագուստը պետք է տաք լինի, իսկ գնահատականները գուղենք, այդ երբեք չեմ մոռանա։ Ես լսում էի նրանց եւ զգում էի, թե ինչպես է ներսումս բացվում ինչ-որ սեղմված բան։ Այնտեղ, որտեղ երեք դեռ վիրավորանքի գունդ էր, հիմա ավելի հեշտ է շնչել։ Մենք ուտեցինք, խոսեցինք, ծիծաղը տանը շրջում էր շրջանաձև, ինչպես նախկինում երեխաների ձայները։ Հետո ես դրեցի թեյի բաժակները եւ մինչեւ ջուրը եռար, ասացի. «Լավ, սիրելիներ, ձեզ բոլորիդ հավաքել եմ ոչ միայն փլավ ուտելու համար։ Տունս մեծ է, ինչպես տեսնում եք, եւ հիմա լռությունը բավական է 10 կյանքի համար»։ Նրանք լռեցին։ Մտածեցի եւ որոշեցի, քանի որ ամբողջ կյանքումս մարդկանց եմ սովորեցրել, մեռնելու եմ էլ ուսուցուհի։ Նրանք լռեցին։ Ուզում եմ ներքևում բացել ինչ-որ բան, կարծես ակումբ երեխաների համար մեր թաղամասից, որ գանդասերը անելու, գրքեր կարդալու, պարզապես հանգիստ նստելու։ Անվճար իհարկե։ Շատերի ծնողները փող չունեն ռեպետիտորների համար, իսկ երեխաները խեղդվում են։ Թող խեղդվեն առաջադրանքներում, ոչ թե հեռախոսներում։ Տունը դատարկ չի մնա, ես առանց գործի չեմ նստի։ Հետո արդեն ինչպես ստացվի, մինչև ոտքերս կքայլեն եւ գլուխս կմտածի։ Սվետան ձեռքերը թափահարեց։ Վայ, սա էլ ինչ է, գրեթե ասաց նախագիծ, բայց ժամանակին կանգ առավ։ Սա հրաշալի է, Անահիտ Հովանիսյան։ Ես կխոսեմ մասնակյուղում։ Մեզ մոտ հին համակարգիչներ են դուրս գրում, տպիչներ, կբերենք այստեղ։ Եվ նստարաններ կարելի է ինչ-որ տեղից գտնել։ Ես կանեմ նորմալ դարակներ գրքերի համար, անմիջապես միացավ Ռամիլը։ Եվ լարերը կստուգեմ, որ ամեն ինչ անվտանգ լինի։ Նյութը ինքս կգնեմ, նույնիսկ մի վիճեք։ Մաթևոսը գլխով արեց։ Իմ մասնակցայիններին կասեմ, երեկոյան կողքով անցնեն, եւ ինքս կնայեմ։ Իսկ եթե ինչ-որ անբարոյական ընտանիքներ լինեն, ինձ հանգիստ ասեք։ Կպարզենք, որ երեխաներին չկորցնենք։ Պետրոսը մտածկոտ մատներով թքթքացրեց սեղանին։ Իսկ ես կօգնեմ ձեզ ամեն ինչ կարգավորել ինչպես հարկն է, ասաց։ Կարելի է բարեգործական հիմնադրամ անել կամ պարզապես նախաձեռնող խումբ, որ հետո ոչ ոք չգա եւ չասի, ինչ եք երեխաներ հավաքում։ Թղթեր կլինեն, կնիկ կլինի, դուք մեզ մոտ ոչ ինքնակոչ եք, այլ հարգելի ղեկավար մանկական աշխատանքի ակումբի։ Լռիր, իրավաբան, ձեռքով արեցի, բայց ժպիտը ինքն իրեն դուրս եկավ դեմքիս։ Ձեր կնիկները կյանքումս բավական են եղել, բայց ավելորդ պաշտպանություն չի խանգարի, համառեց նա եւ բարձրացրեց բաժակը։ Ձեզ համար Անահիտ Հովանիսյան, որ 74-ում սկսում եք, ոչ թե վերջացնում։ Մենք չխկացրինք։ Ես մի փոքր կում արեցի գինուց, ավելին պետք չէր, գրծքումս ջերմ էր, ինչպես լավ թեյից։ Երբ նրանք գնացին կեսգիշերին մոտ, տունը չդատարկվեց։ Ներսում մնաց ինչ-որ փափուկ կենթանի էներգիա։ Խոհանոցում մնաց չլվացված ամաններ, սենյակում դատարկ բաժակներ, մի քիչ շեղված սփռոցի անկյունը, ծաղիկները վազում եւ ծիծաղը, որ կարծես դեռ կանգնած էր առաստաղի տակ։ Ես դուրս եկա այգի։ Գիշերը հանգիստ էր,
Խնձորենու վրա կախված էր գունատ լուսինը, ծաղկած ծառերը մտնում էին խորքում։ Ես նստեցի իմ երկաթե նստարանիկին, գրկեցի ուսերս ձեռքերով։ 40 տարի ես եղել եմ Անահիտ Հովհաննիսյան, Հովհաննես Առաքելյանի կինը, հետո Արմենի մայրը։ Դպրոցում մեր Անահիտ Հովհաննիսյանը 4-րդ B-ից, միշտ ինչ-որ մեկի։ Իսկ հիմա այս լուսնի տակ հանկարծ շատ պարզ զգացի։ Ես պարզապես Անահիտ եմ, կին, որի մոտ տուն կա, բանալի եւ սեփական գլուխ ուսերին։ Եվ սա, գիտեք, ընդհանրապես վատ հավաքածու չէ ծերության համար։ Առավոտյան վաղ արթնացա, փողոցներում դեռ դատարկ էր։ Խմեցի սուրճ, հագապարզ գեստը մանր ծաղիկներով, հարմար կոշիկներ եւ գնացի մոտակա գրենական պիտույկների խանութ։ Գնեցի գունավոր ստվարաթուղթ, հաստ ֆլոմաստերներ եւ սոսին ճապավեն։ Տուն վերադառնալով նստեցի ճաշասենյակի սեղանին։ Ձեռքս դեռ հիշում էր, ինչպես եկավիճով տառեր գրում էր աթղթակին։ Զգուշորեն գրեցի մեծ դեղին ստվարաթղթի վրա. դասերի եւ ընթերցանության ակումբ Անահիտ Հովհաննիսյանի մոտ։ Օգնում եմ երեխաներին տնային առաջադրանքների հետ։ Կարդում են գրքեր։ Անվճար 8-ից 15 տարեկան։ Գրանցում զանգով կամ պարզապես եկեք։ Մուտքը բակից։ Ոչ մի խոսք հեղինակության, զարգացման, ծառայությունների մասին, միայն էությունը։ Մինչև թանակը չորանում էր, նորից կարդացի։ Նման էր խորհրդային ժամանակների հայտարարության, բայց ինձ հենց այդպիսին էր պետք։ Դուրս եկա դարպասի մոտ, սոսնձեցի ստվարաթուղթը ներսի կողմից ցանցի վրա, հետ քաշվեցի մի քայլ, նայեցի։ Քամին թեթև շարժում էր անկյունը, արեղը սկսել էր լուսավորել տառերը։ Այդ պահին կողքով անցնում էր հարևանուհի Զինաիդան, թորնիկի հետ, տղա մոտ 10 տարեկան, նիհար հին ուսապարկով։ Օ, սա դուք եք կախել Անահիտ Հովհաննիսյան, կանգ առավ նա, բարձր կարդաց. դասերի եւ ընթերցանության ակումբ։ Սա իսկապես է, երեխաներ եք ընդունում։ Ընդունում եմ, գլխով արեցի, եթե երեխան ուզում է սովորել, ոչ թե հեռախոս սեղմել, միշտ խնդրեմ։ Ինչ է թորնիկի տանունը։ Արամ, հրեց նա տղային առաջ, 4-րդ դասարան է գնում, բայց մաթեմատիկայով խնդիրներ կան։ Ես ինքս ոչինչ չեմ հասկանում, իսկ ռեպետիտորի փող չկա։ Տղան նայեց ինձ զգուշավոր, ինչպես գազան ջոկատից։ Վաղը ժամը 4-ին է կարամ, ասացի։ Տետրերը դասագիրքը գրիչը մի մոռացիր։ Այստեղ հանգիստ է, թեյ թխվածք կա, մաթեմատիկան կպարզենք, չեմ տեսել այդպիսին։ Նրա աչքերում թարթեց ինչ-որ բան, նման հույսի։ Իսկապես անվճար, մրմնջաց։ Իսկապես, ժպտացի։ Միայն գլուխդ վերցրու, մնացածը մեզ մոտ կգտնվի։ Օ, թող Աստված առողջություն տա ձեզ, խաչակնքեց Զինաիդան։ Մենք արդեն մտածում էինք դուք մենակ եք մնացել ամբողջովին, հետո որ որդին կանգ առավ։ Դե ինչպես գնացին։ Ես ուղիղ նայեցի նրան։ Մենակ դա երբ ներսումս դատարկ է, հանգիստ ասացի։ Իսկ իմ ներսում հավատացեք, մարդիկ բավական են, եւ հիշողություններ, եւ գործեր, եւ պլաններ, այնպես որ ես հրաշալի ընկերությունում եմ։ Նա ամաչեց, ժպտաց եւ գնաց, հրելով Արամին։ Ես վերադարձա տուն եւ ինչպես առաջին օրը կանգ առա նախասրահում։ Հանգիստ էր, միայն ժամացույցը տկտկում էր եւ հեռվում ավտոբուսը գոռում։ Ես փակեցի աչքերս եւ խոր շունչ քաշեցի։ Տունը այլևս չէր հոտում էժանոց անելիքից, ծխից եւ ճարպոտ պիցցայից։ Հոտ էր գալիս լվացված հատակներից, գրքային փոշուց, բաց պատուհանից խոհանոցում, որտեղ սառչում էր թարմ եփած բորշը եւ մի քիչ նարդոսից իմ սպիտակեղենի պահարանից։ Բայց ամենից ուժեղ հոտ էր գալիս մեկ ուրիշ բանից, ինչ որ հանգիստ համար ազատությունից։ Ոչ ծերությունից, ոչ վերջից, հենց ազատությունից։ Ես բացեցի աչքերս, անցա խորքը, մատով անցկացրի հինաթորի թիկնակով, որ Վիկտորիան անվանում էր աղբ։ Դե տուն, ասացի, կապրենք նոր կերպով։ Եվ առաջին անգամ շատ երկար ժամանակ անց ես գիտեի, որ ասել եմ ոչ գեղեցիկ խոսք քաջության համար, այլ մաքուր ճշմարտություն։ Շնորհակալություն, որ լսեցիք այս պատմությունը մինչև վերջ։ Գրեք մեկնաբանություններում, քանի տարեկան եք եւ որտեղից եք։ Մեզ համար շատ կարեւոր է ճանաչել մեր լսարանին։ Դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Արխիվում դեռ շատ իրական պատմություններ կան կյանքից։